Պարոն Կարապետյան, Հայաստանի ներքաղաքական դաշտում հիմա այսպես ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը։ Նախ ինչ է կարծում, ինչքանով է սա հնարավոր, ինչքանով է հնարավոր սրա շուրջ կոնսոլիդացիա ապահովել, եթե օրինակ խորհրդարանական երկու ընդդիմադիր ֆրակցիաները նույնիսկ այս հարցում կարծես թե նույն գծի վրա չեն։ Իմպիչմենտի հետ կապված իշխանությունների արձագանքին կցանկանայի անդրադառնալ, որովհետև մենք ականատես ենք լինում քաղաքական տգիտության շքերթի, հրավառության պարզապես։ Նախ Ալեն Սիմոնյանը ինչ-որ ծաղրում է, հեգնում է, ասելով, որ 4 տարի անց նոր որոշել են իմպիչմենտ հայտնեն, դրանից հետո ԿՊ-ական ոմն պատգամավոր Նարեկ Բաբայան, Լենա Նազարյանի ամուսինը, ասում է, որ իմպիչմենտը կապիկություն է, այնուհետև տարածիորեն կրկնում է Ալեն Սիմոնյանը ասածը, իբր հեգնում է, որ 4 տարի անց նոր փորձում են այդ գործընթացը սկսել։ Նախ որպես հիշեցում ԿՊ-ականներին, որ իմպիչմենտը ինքը քաղաքական գործընթաց է։ Հետևաբար իմպիչմենտի հետ կապված բոլոր գնահատականները պետք է լինեն քաղաքական կոնտեքստում, այսինքն թե այլ ուժեր, որոնք միանում են իմպիչմենտին, թե այն ուժերը, որոնք չեն միանում իմպիչմենտին, այդ բոլորը ունի քաղաքական դրդապատճառներ, գնահատական հնչեցնելուց ունի քաղաքական գնահատական եւ ոչինչ չի կարող լինել քաղաքականից դուրս։ Երբ որ ինչ որ մի X պատգամավոր, որը հանգամանքների բերումով հայտնվել է ազգային ժողովում, սակայն չի գիտակցում որտեղ է հայտնվել, տալիս է կապիկություն անվանումը, այսինքն տալիս է ապա քաղաքական ինչ որ վիրավորական գնահատականներ, ապա դա խոսում է պարզապես քաղաքական մտքի բացակայության եւ քաղաքական տգիտության մասին։ Ինչ վերաբերում է 4 տարի անց է գործընթացը սկսվել, 1 տարի անց, թե հաջորդ իսկ օրը, ապա իմպիչմենտը չունի վաղեմության ժամկետ, միայն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված դրույթներով ժամկետների հետ կապված։ Մնացածը քաղաքական ուժերն են որոշում, երբ սկսեն այդ գործընթացները, ինչ հիմնավորմամբ սկսեն գործընթացները եւ միայն քաղաքական ուժերն են որոշում միանան թե չմիանան։ Դա բացառապես քաղաքական գործընթաց է։ Իսկ ԿՊ-ի գնահատականները մեր հասարակությունը պետք է փաստի, որ չունեն որևէ քաղաքական հենք, որովհետև այս կուսակցությունը իշխող զուրկ է քաղաքական տրամաբանությունից։ Հիմա ինչ եք կարծում, որքանով է հնարավոր կոնսոլիդացիա ապահովել իմպիչմենտի շուրջ։ Ես կարծում եմ պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, բոլոր հնարավորությունները օր առաջ այս իշխանություններից ազատվելու համար։ Հիմա դա կլինի իմպիչմենտի տեսքով, դա կլինի փողոցային պայքարի տեսքով, դա կլինի երկուսի զուգորդմամբ, սակայն պետք է հնարավորությունները օգտագործվեն, պետք է որևէ հնարավորություն բաց չթողնվի, որովհետև այս իշխանության յուրաքանչյուր օրը մոտեցնում է Հայաստանի պետականության կորստին։ Առանց հետո մենք ունենք սուվերենության դեֆիցիտ, այս իշխանության կառավարման ցանկացած օրը էլ ավելի խորացնում այդ դեֆիցիտը։ Կարծում եմ իմպիչմենտը նույնպես քաղաքական գործիքակազմ է եւ պետք է օգտվել այդ գործիքակազմից, իհարկե պետք է նաեւ ապահովել փողոցային պայքարը, պետք է ապահովել հանրային լայն ճնշումը։ Քաղաքական ուժերը պետք է հստակ ձևավորեն օրակարգ, հստակ ձևավորեն մոտեցումներ այս իշխանություններից ազատվելու, այս իշխանության հեռացմանը հասնելու եւ պետք է գնան այդ ծրագրերի հստակ կատարմանը։ Այդուհանդերձ չեք կարծում, որ մի փոքր ուշացած է խոսել այս մասին, եթե հաշվի առնենք, որ օրինակ հերթական ընտրություններին 1 տարի մոտավորապես ժամանակ է մնացել։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը իհարկե պետք է հաշվի առնի երկու սցենարներ, թե արտահերթ ընտրությունները, թե հերթական ընտրությունները։ Ես մի քիչ հեռու եմ այն մտքից, որ չպետք է պատրաստվել հերթական ընտրություններին, որովհետև նման պարագայում գուցե հերթական ընտրությունները մոտենան, սակայն պարզվի, որ ընդդիմադիր ուժերը չէին պատրաստվել այդ հերթական ընտրություններին եւ ստացվի ընդդիմության ֆիասկոն, ինչից օգտվելու է միայն իշխանությունը։ Կարծում եմ ընդդիմադիր ուժերը պետք է երկու սցենարը հավասարապես նկատի ունենան, իհարկե առաջնահերթությունը
առաջնահերթությունը միանշանակ պետք է տրվի արտահերթ ընտրություններին, բայց ընդդիմության թելադրմամբ արտահերթ ընտրություններին, ոչ թե իշխանության որոշման, որովհետև եթե իշխանությունը գնաց արտահերթ ընտրությունների որոշման, նշանակում է նա ցանկանում է օգտագործել շահեկան իրավիճակը ի օգուտ իրեն։ Այսինքն ընդդիմությունը պետք է պարտադրի այդ արտահերթ ընտրությունները, իսկ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ ընդդիմության պարտադրմամբ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, սակայն դա չի նշանակում, որ ընդդիմությունը չպետք է նաև հաշվի առնի հերթական ընտրության հնարավորությունը, հերթական ընտրությունը նույնպես տալու է հնարավորություն Նիկոլ Փաշինյանից ազատվելու, այսինքն պետք է գործել երկու ուղղությամբ, պետք է գործել օրնի բուն յուրաքանչյուր ժամ պետք է ընդդիմությունը կատարի աշխատանք, մոտեցնի արտահերթ ընտրությունները, բայց ելի եմ շեշտում նաև չմոռանա, որ գուցե եւ բանը հասնի հերթական ընտրություններին։ Իսկ չեք կարծում, որ օրինակ ընդդիմության այդ ներքին տարաձայնությունները, այսպես միմյանց ուղղությամբ նետվող քարերը կարող են խանգարել բուն նպատակին։ Չի բացառվում, որ կարող է եւ խանգարել, բայց այնուամենայնիվ եկեք փաստենք, որ ի տարբերություն իշխանության ընդդիմադիր դաշտը շատ ավելի առանձգական է եւ ընդդիմադիր դաշտում կարող են լինել տարբեր թևեր, ինչը քաղաքական տրամաբանության տեսանկյունից միանգամայն նորմալ է։ Իշխանությունն է սովորաբար լինում մոնոլիտ, իշխանությունն է սովորաբար լինում միասնաբար ու կուռ, այն պարզ պատճառով, որ նրանք իշխանություն են, իսկ ընդդիմադիր դաշտը բաց է, ընդդիմադիր դաշտում կարող են գործունեություն ծավալել տարբեր քաղաքական ուժեր եւ շատ հաճախ ընդդիմադիր դաշտում նույնպես կարող է մրցակցություն ձևավորվել մեկը մյուսի հանդեպ, որովհետեւ այնուամենայնիվ քաղաքականությունը դա քաղաքական գործընթաց է, քաղաքականությունը դա քայլեր են նպատակին հասնելու համար ու յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում, թե ինչ միջոցներով, մեթոդաբանությամբ ու գործիքակազմով ինքը կարող է հասնել իր նպատակներին եւ այդ նպատակների իրագործման մեջ այո կարող է առաջանալ մրցակցություն, ինչպես դուք ասացիք, 2, 3, նույնիսկ 4 տարբեր ընդդիմադիր թևերի մեջ, սակայն մի բան եկեք փաստենք, որ միանշանակ չէ, որ ընդդիմադիր տարբեր թևերի միմյանց նկատմամբ մրցակցությունը անպայմանորեն պետք է ուժեղացնի իշխանությանը, դա բացարձակ փաստ չէ, որովհետև կարող է տեղի ունենալ հակառակ գործընթացը հրապարակային մրցակցության դեպքում, ի վերջո կարող է հանրությունը, չէ՞ որ հրապարակային մրցակցության դեպքում նաև սլակները ավելի շատ ուղղվում են դեպի իշխանություններին, քննադատությունների նկատի ունեմ եւ ահա այս համատեքստում կարող է իշխանության համար ստեղծվի առավել վտանգավոր իրավիճակ, քան առաջին հայացքից թվում է, որ նրանք կարող են միանշանակ օգտվել։ Խորհրդարանում վերջին հարց ու պատասխանի ժամանակ էլի այսպես թեժացավ իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը ափերից դուրս եկավ, վիրավորանքներ հնչեցին նույնիսկ, չեք կարծում, որ այս սկանդալների արանքում բովանդակային քննարկումը այսպես կորում է ուղղակի ու նաև ընդդիմադիրներին երբեմն մեղադրում են, թե ինչու են գնում, ինչու են հարցեր տալիս Նիկոլ Փաշինյանին, դուք այս մասով ինչ կարծիք եք։ Նախ իհարկե բովանդակային մասը վիրավորանքների դեպքում, մշտապես վիրավորանքների դեպքում, երբ որ քաղաքական գործիչը իր խոսքը կառուցում է ամբողջությամբ վիրավորանքների վրա, ապա առաջին պլան է գալիս վիրավորանքը եւ երկրորդվում է բուն ասելիքը, խոսքի բովանդակությունը, որտեղ մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել, թե ինչ աստիճանի վիրավորանք հնչեցրեց, սակայն ինչի համար հնչեցրեց, դա սկսում են մոռանալ, բայց դա չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի խոսքում չկա բովանդակություն, Նիկոլ Փաշինյանի ամբողջ ասվածը հիմնված է հանիրավի մեղադրանքների վրա, արդեն ժամկետնած հայտարարությունների վրա, այդ գույքը որ պետք է ասենց կոպեկար կոպեկ վերադարձնել, դա 2018 թվականի արդեն ժամկետնած հռետորաբանությունն է, բայց պետք է հաշվի առնենք, որ առջևում խորհրդարանական ընտրություններն է, իսկ Նիկոլ Փաշինյանը այլ խաղաքարտ չունի ընտրությունների գնալու
բացի այդ թալանից, գողությունից, կողոպուտից եւ այլն, որովհետեւ տեսնում ենք, որ նույնիսկ իր այսքան փափագած խաղաղությունն էլ չի հաջողվում, որպեսզի դա օգտագործի որպես խաղաթուղթ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը նորից շեշտադրումը անում է 2018 թվականին, նայեք նորից հաճախ շեշտում է, չէ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն, որի անունը ընդհանրապես չէր տալիս։ Հիմա նորից անցնում է պատերին ծեփելուն, չգիտեմ, ասֆալտին փռելուն եւ այլն, այս վերջերս ես առիթ ունեցա ասելու, որ Ռոբեսպիերը նույնպես նման հռետորաբանությամբ եկավ իշխանության, սակայն կյանքը ավարտեց գիլյոտինի վրա։ Ես իհարկե չեմ ցանկանում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը արժանանա նույն ճակատագրին, բայց շատ կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը կանգներ դատարանի առաջ եւ իրավական առումով պատասխան տար իր բոլոր քայլերի համար։ Բայց ազգային ժողովում մենք օրերս ականատես եղանք նախադեպը չունեցող խայտառակ երևույթի, երբ նախ երկրի ղեկավարը թույլ է տալիս իրեն ընդդիմադիր գործին անվանել համբալ, դա էլ եմ կրկնում, նախադեպը չունեցող խայտառակություն է, երկրորդը ժեստիկուլյացիայով ցույց է տալիս, որ վիզդ կամ բզներդ կկտրեմ։ Դա նույնպես խայտառակություն է, ավելին դա սպառնալիք է, ավելին վիզ կտրելու ունակ են ադրբեջանցիները։ Հայերը երբեք աչքի չեն ընկել մարդկանց գլխատելով եւ վզներ կտրելով։ Ես հիմա չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ բացահայտումներ էր անում իր արմատների հետ կապված, թե իր նախասիրությունների հետ կապված առ ադրբեջանցիները, բայց կարծում եմ Նիկոլ Փաշինյանը քրյա իրավական պատասխանատվության պետք է արժանանա իր վերջերս իր պահվածքի համար, նախ սպառնալիքների առումով, երկրորդը վիրավորանքի առումով, հաջորդը ուղիղ իրավապահ մարմիններին ուղիղ հրահանգներ իջեցնելով, չարաշահելով իր լիազորությունները, հատկապես որ Ալեն Սիմոնյանը, որը իրականում ոչ թե ազգային ժողովի խոսնակն է, այլ Նիկոլ Փաշինյանի խոսնակն է ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո հաստատեց, որ առաջիկայում լինելու են քրեական գործեր, ԱԱԾ պատվալում հայտնվողներ եւ այլն, էլ չասած, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ մարդկանց անուղակի կամ ուղակի, ոնց մենք ձևակերպենք, սպառնաց, որ ձեզ պետք է վաղուց կախաղան բարձրացրած լինեինք։ Ընտրություններին ընդառաջ իշխանությունը վարկանիշի խնդիր ունի։ Միանշանակ ունի Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ ես ինչ եմ այդքան շեշտում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ իշխանություն որպես այդպեսին գոյություն չունի, կա միայն Նիկոլ Փաշինյանը ու վերջ, այսինքն հիերարխիան խախտված է այս իշխանության, այն հիերարխիան, որը սահմանված է օրենքով։ Հա, տեսականորեն հիերարխիկ դասավորվածություն կա, բայց բոլորը, թե այդ թվում դատական համակարգը Հայաստանի, թե օրենսդիր համակարգը, բոլորը ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին եւ հետեւաբար Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը ուղղված դրդապատճառները վախն է, դրդապատճառներն այն գիտակցումն է, որ ինքը վարկանիշ չունի այլևս Հայաստանում եւ նա ցանկանում է իդեպ այդ համբալ ասելով, նա համբալ ասեց ոչ թե այդ տվյալ падգամավորին կամ տվյալ քաղաքական ուժին, այլ համբալ ասեց նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրել են տվյալ քաղաքական միավորին, այսինքն Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ այս հասարակության միս տվար զանգված համբալներ են։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նաև վախի մթնոլորտ ստեղծել հենց հասարակության մոտ, որպեսզի հասարակությունը եթե այլևս չի սիրում իրան, ապա գոնե սկսի վախենալ, իդեպ նման խորհուրդ տալիս էր Մակիավելին, եթե քեզնից ավելի լավ է վախենան, քան քեզ սիրեն, եւ հետեւաբար Նիկոլ Փաշինյանը գնում է հենց այդ Մակիավելյան խորհրդով, որ ավելի լավ է իրենից վախենան, որովհետեւ նա այլ փրկողակ չունի, քան իրավական մարմինների կողմից ռեպրեսիան է, իր հռետորաբանությունն է, իրեն լավ տղա պատկերացնելն է, իրեն քուչի տղա պատկերացնելը Եվ ինքը այդ քուչի տղա իր պատկերացումները, որը իրականում նա չունի էլ, նա փորձեց տեղափոխել ազգային ժողով եւ մենք հայտարարվեցինք ամբողջ աշխարհով։